Իրանի միջուկային համաձայնությունից 3 ամիս անց Վիեննայում ընթանում է բեկումնային պայմանավորվածությունը պատմական պայմանագրի վերածելու բանակցությունը։ Իրանի եւ 6 գերտերությունների գլխավոր դիվանագետները բարձր տրամադրությամբ փորձում են վերջնական տեսքի բերել տասնամյակի փաստաթուղթը։ Կա նոր վերջնաժամկետ մինչև հուլիսի 7-ը։ Համաձայնությունը ենթադրում է, որ Իրանը կրճատում է միջուկային ծրագիրը, ինչի փոխարեն ազատվում է պատժամիջոցներից։ Տեղեկություններ կան, որ ՄԱԿ-ում արդեն սկսվել է Իրանի դեմ գործող պատժամիջոցները չեղարկող բանաձևի մշակումը։ Թեհրանը պահանջում է սահմանափակումների ամբողջական վերացում։ Չնայած որոշ տարաձայնություններին, մենք երբեք այսքան մոտ չենք եղել վերջնական համաձայնության։ Քաղաքական համաձայնությունը իրական գործողության վերածելու համար այժմ պակասում է միայն ստորագրված փաստաթուղթը։ Մենք մեծ աշխատանք ենք կատարում, մեծ առաջընթաց ունենք, շարունակելու ենք այս ծանր գործը, աշխատելու ենք նաև վաղը։ Առաջիկա օրերին իրանական խնդիրը կարող է դառնալ պատմություն։ Թեհրանի վերադարձն ամբողջությամբ կփոխի Մերձավոր Արևելքի պատկերը։ Իրանին ու գերտերություններին միավորող շահերն այժմ ավելի շատ են, քան բաժանող խնդիրները։ Դավիթ Սարգսյան, ժամը լրատվական։